Աֆղանստանի եւ Պակիստանի միջև սկսել է պատերազմ։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում ինչպես սահմանում, այդպես էլ օգտագործվում է օդուժը եւ հարվածներ են հասցվում տարբեր հատվածներում։ Հատկապես օդուժի ուղղությամբ ակտիվություն ունի Պակիստանը, որի դա հզոր կողմն է, եւ վերջի տեղեկատվություններով թարմ մի քանի րոպե առաջ, որը հասանելի դարավ Associated Press-ի եւ Reuters-ի միջոցով, Աֆղանստանի աղբյուրները հաստատում են, որ Քաբուլի եւ Քանդագարի Աֆղանստանի քաղաքներ են, օդում հայտնվել են Պակիստանի օդուժի ներկայացուցիչները, տարբեր նկատի ունեմ ինքնաթիռներ, որով հարվածներ են հասցվում տարբեր հատվածներին մայրաքաղաքի եւ խոշոր քաղաքների։ Պակիստանի ուրեմն տեղեկատվության նախարարը հաստատել է, որ տեղի է ունենում թալիբների թիրախների խոցում ուրեմն Աֆղանստանի տարածքում։ Աֆղանստանը նաև հայտնել է, որ մի քանի ուրեմն Պակիստանի զինծառայող է ձերբակալել, բայց սա տեղի է ունենում վերջի րոպեներին, իսկ ինչ է տեղի ունեցել մինչև այդ։ Մինչև այդ Պակիստանը սկսեց այս հատուկ գործողությունը ի պատասխան, ուշադրություն, դա շատ կարևոր է, ի պատասխան Աֆղանստանից թալիբների կողմից սկսված գործողությունին։ Թալիբանը հայտարարեց երեկոյան մեր ժամով, որ սկսում է լայնածավալ հարձակողական գործողություններ Դյուրանի գծի ամբողջ երկրանքով։ Հիմա Դյուրանի գիծը ինչ է։ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանը անցնում է այդ Դյուրանի գծով, որը բաժանում է այդտեղ էթնիկ բաղադրիչը երկու մասի, այսինքն այդ գլխավոր էթնիկ բաղադրիչը, որը Աֆղանստանում գոյություն ունի, որը կարելի ասել իշխանություն է, դա իրանական ծագում ունեցող իրանական խումբ է, ոչ թե իրանցի, դա կարևոր է, եւ իրանք պուշտուն են։ Եվ այդ պուշտունները ապրում են նաև ուրեմն Պակիստանի տարածքում։ Եվ այդ Դյուրանի գիծը Աֆղանստանը երբեք չի ճանաչել ինչպես պետական սահման։ Պակիստանն առհասարակ արհեստական պետություն է, գիտեք, որ այդտեղ 4 էթնիկ խումբ է ձևավորվել եւ բաժանումը Հնդկաստանի հետ տեղի է ունեցել կրոնի գաղափարի շուրջ, այսինքն որ դա իսլամական բնակչությունն է այդտեղ եւ հետո բնակչություն փոփոխություն է տեղի ունեցել, փոխանցել են միմյանց բնակչությունները, որ Պակիստանը լինի այսպիսի հնդկական ծագում ունեցող եւ ոչ միայն, բայց իսլամական վայր, իսկ Հնդկաստանը այնտեղ շատ էր իսլամը տարածված, մի փոքր նվազեց այդ իսլամի տարածման քանակը, որովհետև առանձին պետություն տվեցին մուսուլմաններին, իդեմս Պակիստանի եւ Բանգլադեշի, որը նախկինում կոչվում էր Արևելյան Պակիստան։ Հիմա ես առաջարկում եմ, որ այս հարցը մենք մի փոքր քարտեզի վրա դիտենք, որ ավելի պարզ լինի էթնիկ բաղադրիչների հարցը եւ վերադառնանք բուն հարցին, թե ինչ է այս պայն տեղի ունենում։ Տեսնում եք այսպես քարտեզի վրա, հարգելի հայրենակիցներ, սահմանը, որը անցնում է Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, տեսեք այս սահմանը այստեղ է անցնում, տեսնում եք, այս գիծն է սահմանը, ինչպես նաեւ այս կարևոր գիծը նաեւ այստեղ տեսնում եք, այստեղ է անցնում, հեսա սահմանը, այդ դյուրանտի գիծն է մոտավորապես, եւ պետք է ասել, որ մայրաքաղաք Քաբուլը այստեղ է գտնվում, իսկ մայրաքաղաք Իսլամաբադը այստեղ։ Եվ տեսեք, այս նույն իրավիճակին, որ նայում ենք ձեր հետ միասին, ապա պարզ է, որ տեսեք, այս գույնով այստեղ Պունջաբի խումբն է նշված, դա հնդկական ծագում ունեցող խումբ է, եւ տեսնում եք, որ հնդկական ծագում ունեցող 3 խումբ կա այստեղ, տեսեք, նշված է այստեղ, եւ այդ 3 խմբից, ուրեմն, մեկը դա արևելյան այս հատվածում ապրող այս բնակչությունն է, այստեղ արեք այսպես նշենք, երկրորդը, սա ամենախոշորն է, Պունջաբին, որը կարելի ասել Պակիստանի հենց գլխավոր էթնիկ խումբն է, չնայած նա, որ 4 էթնիկ խումբից է բաղկացած այդ պետությունը, բացի դրան ավելանում է Չիտրալի փոքր այստեղ խումբ այս հատվածում, նաև հնդկական ծագում ունեցող, եւ Սինդհի այստեղ հարավային հատվածում, նաև Հնդկաստանի հետ սահմանին։ Այսինքն, իրոք որ գնահատական տանք, այս երկու էթնիկ խումբը իրանք հնդիկ են, այսպես որ ասեմ, ուղղակի մուսուլման հնդիկ են, որովհետև նույն մենք խոսել ենք սրա մասին ձեր հետ, երբ Հնդկաստան-Պակիստան պատերազմի մասին ենք խոսում, Պունջաբի խումբը ապրում է նաև սահմանի մյուս հատ կողմը, այսինքն Հնդկաստանում, եւ այնտեղ Պունջաբ առհասարակ այդպիսի մարզ կա, եւ մի խոսքով
այդ էթնիկ խումբը այնպես չէ, որ մենակ այստեղ է, բայց հակամարտությունը այստեղ ավելի կրոնական է, քան թե էթնիկ, բայց երբ վերաբերվում է հարցը Աֆղանստանին, ապա տեսեք, մյուս երկու հատվածը Պակիստանի, դա իրանական խմբերն են, մեկը դա բալոչներն են, տեսեք, այս հատվածում բնակվող բալոչները, տեսնում եք, որոնք իրականում ուզում են սեփական պետություն եւ ասում են Բալոչստան են ուզում ձևավորեն, որովհետեւ նույն բալոչները ապրում են Իրանի տարածքում էլ եւ հետաքրքիր է ինչ է, որ բալոչները սունի են։ Ճիշտ է, Պակիստանն էլ է սունի, բայց Իրանը շիա է եւ հաշվի առնելով դա բալոչները ոնց որ ոչ թե այդքան Պակիստանի կազմում են ուզում լինել, ինչքան ավելի առանձին, բայց ամեն դեպքում։ Եվ տենում ենք Աֆղանստանը։ Աֆղանստանում եւ Պակիստանի այս հատվածը պուշտուններն են ապրում, իրանական խումբ, բայց ինչպես տեսնում եք մայրաքաղաք Կաբուլում խոսքին պուշտուններ են։ Այսինքն եւ մեծ մասը տեսնում եք Աֆղանստանի տարածքի պուշտուններ են, այստեղ նաեւ կան այմակներ, տեսնում եք այս գնով նշված եւ ուզբեկները, թուրքական ծագում ունեցող եւ տաջիկներ, այստեղ տաջիկներն են, տենում եք այս հատվածում, իսկ այս ամբողջ հատվածում ուզբեկներ են ապրում, տեսնում եք։ Եվ նաև կա եւս մեկ խումբ, այս կապույտ գույնով նշված, Հազարայա կոչվում, այս խումբը իրանք էլ իրանական էթնիկ խումբ են։ Բայց ընդհանուր առումով այստեղ կա թուրքական նաև բաղադրիչ, ինչը շատ հետաքրքիր է։ Բայց մեր կարևոր հարցը վերաբերվում է հիմա Պակիստան, Աֆղանստան սահմանին, որը Աֆղանստանը չի ճանաչում, որովհետև համարում է, որ այս Դյուրանդի գիծը, որը հին ժամանակներում բրիտանացի կողմից է անցկացված, չի կարող համարվել պետական սահման եւ պուշտունները ուշադրություն, այսինքն այս գազարագույնով նշվածը, հատվածը ամբողջությամբ պետք է լինի Պակիստանից դուրս, այսինքն Աֆղանստանի տարածքում, այսինքն աֆղանցիք առաջերտին իրանց հենց պուշտուն են համարում, գլխավոր խումբն է այնտեղ, ոնց որ այստեղ Պունջաբի խումբն է ամենագլխավորը, տեսնում եք, եւ ուստի համարում են, որ պուշտունները, որոնք հիմա Պակիստանի տարածքում են, չպետք է ենթարկվեն կոնկրետ հնդկական ծագում ունեցող Պունջաբի խմբին էթնիկ, այսինքն երկու տարբեր էթնիկ խմբեր են, մեկը իրանական էթնիկ խումբը, խումբ հենց այդ բաղադրիչով իրանք իրանցի իրաց չեն համարում, բայց ավելի իրար բարեկամ են, այսպես ասեմ, ոնց որ խոսքին թուրքական խմբում ղազախները եւ թուրքերը իրար բարեկամ են խոսքին կամ մնացածը։ Բայց միևնույն ժամանակ կա երկրորդ խումբը, դա հնդկական խումբն է եւ Պակիստանի մեծ մասը դա հենց հնդկական խումբն է, Պունջաբի եւ Սինդհի այդ խմբերը։ Ուստի Քաբուլը, Թալիբանը, իսկ Թալիբանը մենք գիտենք ահաբեկչական կազմակերպություն է, որը շատ այսպիսի սեփական օրակարգ ունի եւ իհարկե հիմնված է իսլամի կրոնի գաղափարի վրա, օգտագործում է այդ գաղափարը եւ փաստացի հիմա հայտարարել է, որ հզորացվել է արդեն ինքը ուրեմն Աֆղանստանի տարածքում վերահսկողությունը արդեն հիմնել է այդտեղ տարբեր տեղերում, արդեն կարծես ավելի պինդ են իրանց զգում եւ հիմա սկսել են ռազմական գործողություններ այս սահմանի գծին։ Ես ոնց պատկերացնում եմ, որովհետեւ հստակ քարտեզներ չկա, դեռ նոր է սկսվել, 3 երեկոյան է սկսվել այս ռազմական գործողությունները, բայց ես ոնց հասկանում եմ, տվյալները խոսում են նրա մասին, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում այս հատվածում, սահմանամերձ այս հատվածում մոտավորապես, չեմ կարծում, որ ուրիշ հատվածներում լինեն ռազմական գործողություններ եւ Աֆղանստանի նպատակն է խորանալ իրականում այս հատվածում, տեսնեք, այս հատվածում խորանալ եւ այս հատվածը գրավել փաստացի, որից հետո Աֆղանստանը էլ այստեղ կարծես անելիք չունի։ Բայց ոնց հասկանում եք, նույն Պակիստանում էլ 200 միլիոն բնակչություն է ապրում, այսինքն շատ խիտ տարածք է, շատ մարդ է այստեղ ապրում եւ նույն Իսլամաբադի համար, որը համ խնդիր ունի առանձին, տեսեք, մայրաքաղաքից ինչ մոտ է գտնվում Հնդկաստանի այդ սահմանը, ճիշտ է, այստեղ այդ Քաշմիրի հատվածն է, որի ուղղությամբ հակամարտություն կա, հենց Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ, որի մասին մենք մանրամասն խոսել ենք, ով հետաքրքրված է, կգտնի ալիքում այդ վերլուծությունը, որովհետև երբ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև ռազմական գործողություններ էր, մենք ձեր հետ միասին ուշադիր մանրամասն վերլուծում խոսում էինք, քննարկում էինք եւ այդ քարտեզների վրա դիտում էինք այդ հարցերը, բայց հիմա արդեն մեր ուշադրությունը անցել է դեպի այս ուղղություն եւ դա նշանակում է, որ այդ դեպքում նույն Իսլամաբադը շատ մոտ է, կարող է մի 20 կիլոմետր լինի այդ շրջանից, որտեղ որ բնակվում են, ինչպես տեսնում եք, պաշտունները, պուշտունները։
Եվ սա նշանակում է, որ Պակիստանի համար նույն ռազմավարական գաղափարից դուրս գալով անթույլատրելի է այսպիսի գործողություններ եւ իր տարածքային ամբողջականության խախտումը։ Բացի դրանից հիշեցնեմ, որ Պակիստանը միջուկային գերտերություն է կամ լավ գերտերություն կարող է շատ մեծ հայտարարություն է Պակիստանի հանդեպ, բայց միջուկային պետություն է մի խոսքով, եւ իհարկե այն, որ միջուկային պետություն է, բալանսը լրիվ փոխում է ուրիշ ուղղություն։ Բացի դրանից Պակիստանը շատ հզոր օդուժ ունի։ Հիմա կխոսենք դրա մասին մանրամասն։ Եվ ինչպես խոստացել էի ձեզ, մանրամասն կխոսենք հենց նրա մասին, թե ինչ է տեղի ունենում, հատկապես ընդհանուր առումով։ Վերջի ժամանակահատվածում փետրվարի 26-ից 3, այսինքն Աֆղանստանը սկսեց այդ գործողությունները, Թալիբանը, որը իրան կոչում են հատուկ գործողություններ, Դյուրանդի այդ գծի ամբողջ ուղղությամբ եւ պատերազմը կարելի ասել շարունակվում է մինչև այս պահը, եւ Աֆղանստանը իրոք պնդում է, որ գրավել է ուրեմն մի շարք անցակետներ եւ մի շարք այդտեղ սահմանին գտնվող հատուկ այդպիսի զինված հատվածներ, այսինքն վերահսկողության կետեր, սպանել է ըստ իրեն 40 պակիստանցի զինվոր, իսկ Պակիստանը իր հերթին խոսում է, որ 22 զինվոր է սպանել նաև այդ սահմանին, այսինքն զոհերը մոտավորապես մինչև 100 մարդ է այդ պահի դրությամբ։ Պետք է ասել, որ ընդհանուր առումով իրավիճակը լարված էր վերջի ժամանակահատվածում եւ Պակիստանը առհասարակ փետրվարի 21-ին առաջինը սկսեց հարվածներ հասցնել կոնկրետ Նինգար, Խար, Պակտիկա եւ Խոստ շրջաններին Աֆղանստանի, որտեղ որ իրանք իսլամական պետություն տերորիստական խմբավորման ուրեմն այդ ինչ որ տեղերին, որտեղ որ իրանք գտնվում էին, այսպես ասեմ, այդտեղ հարվածներ էին հասցնում։ Եվ դրա հետևանքով ՄԱԿ-ը հայտարարել էր, որ առնվազն 13 քաղաքացիական մարդ է զոհվել, Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ 18 զոհված կար եւ ըստ Աֆղանստանի քանդվել էր այդտեղ կրոնական դպրոցը եւ հասարակ տներ։ Մի խոսքով իրավիճակը սրվել էր այն առումով, որ Պակիստանը խնդիր էր տենում այդտեղից, Պակիստանը հասցրեց առաջի հարվածները փետրվարի 21-ին, փետրվարի 24-ին արդեն սահմանում տեղի են ունենում առաջի այսպիսի ճգնաժամը, կրակոցները, կողմերը միմյանց են ուրեմն մեղադրում այդ գործողությունների մեջ, Պակիստանը հայտարարում է, որ էֆեկտիվ կարողացել է կանխել թալիբների գործողությունները, իսկ Աֆղանստանը ասում էր, որ առաջինը սկսել է Պակիստանը։ Եվ հիմա արդեն 3 Թալիբանը հայտարարեց, որ այսպիսի գործողություններ է սկսում, այսինքն բացահայտ ասաց, որ պատերազմ ենք սկսում եւ Պակիստանը դրան ի պատասխան սկսել է Գազաբ Լիլ Խակ հատուկ օպերացիա եւ այս օպերացիան նաեւ փաստացի նշանակում է լայնածավալ արդեն գործողություններ կոնկրետ Աֆղանստանի դեմ, այսինքն պատերազմը դուրս էր եկել իր հասարակ այսպիսի թեթև կարգավիճակից եւ այդ հատուկ օպերացիայի անվանումն է, եթե թարգմանենք, արդար զայրույթ, այսինքն զայրույթի մեջ է Պակիստանը, որ Աֆղանստանը իր վրա հարձակվել է ըստ իրեն եւ խառն է իրավիճակը ոնց հասկանում եք, ուրեմն Պակիստանի կոնկրետ Պաշտպանության նախարարը Խավադժա Ասիֆը հայտարարություն է արել, որ Պակիստանը այլևս չի պատրաստվում իրան զսպել եւ սա բաց պատերազմ է։ Վարչապետ Շահբազ Շարիֆը ընդգծել է, որ Պակիստանի զինված ուժերը կարող են ցանկացած ագրեսիայի դեմ լրջագույն հակահարված տան եւ ջախջախեն ցանկացած ագրեսիվ նկրտում կոնկրետ ուղղված Պակիստանի դեմ։ Այս է իրավիճակը այս պահի դրությամբ, հարգելի հայրենակիցներ, սահմանին, բայց հիմա կխոսենք մի փոքր ավելի մանրամասն, թե առհասարակ այս իրականությունը ինչու հետ կապ ունի, եւ պետք է ասել, որ դեռ փետրվարի սկզբին Պակիստանում սկսվել է մի շարք հարվածներ եւ հարձակումներ, փետրվարի 6-ին խոսքին կամիկաձեն ինքնասպան եղավ շիիտական մզկիթում Իսլամաբադում, ինչը բերել է 36 մահվան եւ 170 մարդ է տուժել առհասարակ,
Փետրվարի 9-ին սահմանամերձ Բաջաուր շրջանում մեքենա է ուրեմն պայթել, որի հետևանքով 11 Պակիստանի զինծառայող է մահացել։ Բացի դրանից եւս Բանուի ուղղությամբ եւս մեկ շրջան է, այդտեղ էլ տեղի ունեցավ մեկ այսպիսի տերորիստական հարված կամ գիտեք, տերորիստական մեկ ենք անվանում, իրանք դա արդար պայքար են համարում։ Եվ այդտեղ էլ սպանվել էր մի քանի պակիստանցի զինծառայող։ Պատասխանատվությունը Իսլամաբադը դրեց հենց Թեխրիկ-ի Թալիբան Պակիստան այսպիսի կազմակերպության վրա եւ Իսլամական պետություն Խորասան, նաեւ Բալուջների ուրեմն ահաբեկիչների կամ այսպես ավելի ճիշտ որ ասենք այն մարդիկ, ով ապստամբներ են իրանց կոչում, եւ փաստացի մենք տեսնում ենք, որ Բալուչները Իսլամական պետություն Խորասան այդ տարածքը, որը պատկերացնում է, որ դա մեկ իրականում պետություն պետք է լինի, եւ Թեխրիկի Տալիբան Պակիստանը դա Թալիբանի Պակիստանի ուղղությունն է, այսինքն Թալիբանը չի սահմանափակվում միայն Աֆղանստանով։ Պետք է ասել, որ Պակիստանը համարում է, որ բոլոր այս խմբավորումները տերորիստական, ահաբեկչական, իրականում գտնվում են Աֆղանստանի տարածքում եւ այնտեղից կամաց գալիս են, հարձակվում են եւ հետ են վերադառնում եւ այլն։ Այսինքն սա իրոք այդպես է եւ Աֆղանստանը բացահայտ աջակցում է սա։ Տեսեք, Պակիստանը մեղադրում է մի կողմից Աֆղանստանին, որ աջակցում են ահաբեկիչներին, մյուս կողմից Դյուրանի այդ գծի, այսինքն սահմանի գծի, որը չեն ճանաչում, Աֆղանստանը չի ճանաչում այդ սահմանը Պակիստանի հետ, լարվածությունը շարունակվում է եւ պետք է ասել, որ աֆղանական այդ իշխանությունները առհասարակ չեն ճանաչում 1893 թվականի այդ գիծը եւ համարում են, որ այդ տարածքները, որը ես ձեզ քարտեզի վրա ցույցեցի, իրենց տարածքներն են։ Խնդիրը նրանում է, որ այդ իրավիճակը ելք չկա, եթե մի կողմը չի ճանաչում սահմանը, ապա ռազմական գործողությունները անխուսափելի են դառնում։ Եվ պետք է ասել, որ իհարկե Իսլամաբադը, Պակիստանի մայրաքաղաքը նկատի ունեմ, հստակ նշել է, որ Աֆղանստանը չի կարող որևէ նկրտում ունենալ իր տարածքի հանդեպ եւ պահանջել է նաեւ, որ փաստաթղթով ուրեմն կոնկրետ ճանաչեն Պակիստանի տարածքային ամբողջականությունը, բայց դա տեղի չի ունեցել։ Եվ պետք է ասեմ, որ Կատարը եւ Թուրքիան փորձել են միջամտել եւ այսպիսի կոնկրետ բանակցությունների կողմ կամ միջնորդ լինել, բայց այս պայծրությամբ միջև այդ նկատի ունեմ, երբ լարվածություններ այս աստիճանի չէր ասել, իրականում չկա որևէ կոնկրետ արդյունք, որովհետև եւս մեկ անգամ Աֆղանստանը շատ հստակ է իր համար որոշել, որ ինքը Դյուրանի գիծը չի ճանաչում, ուստի ստացվում է, որ Պակիստանը օկուպացրել է ըստ Աֆղանստանի իր տարածքները, իսկ Պակիստանը ճանաչում է եւ ստացվում է, որ Աֆղանստանը հարձակվել է Պակիստանի վրա ուղղակի։ Հիմա պետք է ասել, որ այդ ամբողջ հարվածները տեղի են ունենում հենց Դյուրանի գծի շուրջ, ինչպես քարտեզի վրա ձեզ ցույց տվեցի, եւ այդտեղ սարեր են իրականում եւ շատ բարդ ռելիեֆ է, այսպեսի աշխարհագրական իրավիճակը բարդ է այդտեղ եւ սահմանամերձ շրջաններում իրականում մեծ մասամբ այդպիսի զինվորական այսպիսի կետեր են եւ պատերազմը տեղի է ունենում հենց զինվորական կետերի միջև, այսինքն դա մեզ հիշեցնում է Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ այլն, որտեղ որ նույն տրամաբանությունն է։ Բայց հետաքրքիրը այն է, որ Պակիստանը իհարկե ունի օդուժ, որը Թալիբանը չունի, եւ այդ օդուժը կարող է ակտիվ կիրառել եւ արդեն մենք տեսանք, որ վերջի ժամերի ընթացքում այդ հարվածները, որոնք տեղի են ունենում Պակիստանի կողմից տարբեր քաղաքներում, արդեն բնույթը փոխեցին պատերազմի, հասկանում եք, սահմանամերձ շրջաններում մարտական գործողություններից անցել է արդեն դեպի մայրաքաղաք եւ խոշոր քաղաքների վրա հարվածներ հասցնել օդուժի միջոցով։ Օդուժը, որ Պակիստանի հզոր է, մենք ձեր հետ միասին գիտենք դա լավ, եւ դա նաեւ տեսանք Հնդկաստանի հետ պատերազմում, որը մանրամասն վերլուծել էինք, եւ հասկանալի է, որ դա նաեւ լուրջ փոխում է իրավիճակը այդտեղ։ Հիմա տեսեք, Պակիստանի զինված ուժերը մոտավորապես 660,000 մարդ են,
6000 զրահատեխնիկա ունեն, 465 կոնկրետ ինքնաթիռ ռազմական։ Աֆղանստանի այս պահի դրությամբ զինված ուժերը 172,000 են, այսինքն շատ ավելի քիչ, քան Պակիստանին է, եւ սահմանափակ ունեն իրանք զինտեխնիկան, իսկ օդուժ փաստացի չունեն Աֆղանստանի ուղղությունը, եւ դա բերում է շատ մեծ առավելություն է տալի Պակիստանին հենց օդուժը կիրառել, իսկ Թալիբանը իհարկե դրա փոխարեն կիրառում է այսպիսի ուրիշ հենց ցամաքում գտնվող այսպիսի գործողություններ եւ պարտիզանական պատերազմի միջոցների է դիմում։ Այս պահի դրությամբ կարելի է ասել ընդհանուր առումով սպանվածների քանակը հավանական աճում է եւ շարունակելու է աճել։ Պետք է ասել նաեւ, որ վերջի ամիսների ընթացքում սահմանը փակ էր, այսինքն փախստականների խնդիր ոչ մի ուղղությամբ մեծ հավանականությամբ չի լինի, որովհետեւ սահմանը փակել է լարվածության պատճառով եւ Պակիստանը առհասարակ ուրեմն 100 հազարավոր Աֆղանստանից այդ աշխատուժ, որը եկել էր եւ աշխատում էր Պակիստանում, հետ է ուղարկել, այսինքն իրավիճակը իրոք բարդ է։ Իհարկե, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ կողմ է անում կողմերը կոչ է անում կողմերը վերադառնան բանակցություններին եւ ուրեմն դիվանագիտությանը։ Սաուդյան Արաբիան եւ Կատարը նաեւ հայտարարեցին, որ պատրաստ են միջնորդել, բայց առաջընթաց չկա։ Մենք իհարկե ձեր հետ միասին պետք է սպասենք ինչպես կզարգանա այս իրավիճակը, եւ այստեղ ես պետք է հստակ ասեմ, որ մի քանի սցենար կա։ Առաջինը, որ սա կարա երկար պատերազմ դառնա, որովհետեւ նույն Պակիստանի պաշտպանության նախարարը փաստացի երեկոյան ուշ, այսինքն նոր, սա շատ թարմ տեղեկատվություններ է, հայտարարել է բաց պատերազմի մասին եւ Իսլամաբադը պատրաստ է այսպիսի խորը պատերազմի համար, այսինքն Պակիստանը չի պատրաստվում այստեղից հեշտ ելք գտնել։ Մյուս կողմից դիվանագիտական գործողությունները արդյունքներ չեն տալիս կողմերի միջև եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այս լարվածությունը նաեւ հենց տեղի է ունենում Իրանի սահմանի մոտ, հարգելի հայրենակիցներ, այսինքն ուշադրություն է շեղում նաեւ եւ գիտեք Իրանի շուրջ ինչ իրավիճակ է, այսինքն պատերազմի իրավիճակ է, եթե Իրանի ուղղությամբ հիմա պատերազմ սկսվի, ապա Աֆղանստանը եւ Պակիստանը եւս անկայունության այսպիսի ուղղություն կդառնան եւ կարելի է սպասել, որ բալոչները կարող են սկսել սեպարատիստական գործողություններ, նաև Աֆղանստանից կարող է հարձակումներ տեղի ունենալ նույն Իրանի ուղղությունով, Պակիստանի համար էլ սա բարդ եւ խառը իրավիճակ է։ Մի խոսքով իրավիճակը շատ է լարվում, սա շեղում է նաև ուշադրությունը, որովհետեւ տեսեք, պատերազմը նույն Իրանի համար ինքը հիմա դառնում է մի քանի ուղղությամբ, այսինքն պետք է միշտ ուշադիր լինի այն արևելյան ուղղությունով ինչ է տեղի ունենում։ Հնդկաստանը իհարկե նաև շատ ուշադիր է, որովհետեւ սա կարա բերի մեծ սրմանը տեղում։ Բացի դրանից միջուկային պետություն է Պակիստանը, այսինքն միջուկային զենքի կիրառման հավանականությունը իհարկե շատ ցածր է, բայց ամեն դեպքում լարվածությունը կարա անհասկանալի զարգացումների բերի։ Մի խոսքով, սա բերում է մեծ անկայունություն, ուրեմն Մերձավոր Արևելքի ամենաարևելյան հատվածն է, Պակիստան-Աֆղանստանը կարելի է ասել։ Իրանի շուրջ ինչ է տեղի ունենում, մենք ձեր հետ միասին մանրամասն գիտենք, ուստի Հայաստանի հարավային սահմանների ուղղությամբ իրավիճակը շատ սուր եւ լարված է։ Դա եւս մեկ անգամ պատասխանատվություն է, որ կառավարությունը ուրեմն այն քայլերը անի, որը անհրաժեշտ են, իհարկե ապահովելով Հայաստանի սահմանի անվտանգությունը, հատկապես հարավային ուղղությամբ։ Ես ուրախ եմ եւ գոհ եմ, որ կա տեղեկատվություն վերջի թարմ, որ կոնկրետ բոլոր անցակետներից ռուսական սահմանապահները հանված են եւ Հայաստանի Հանրապետության սահմանապահներն են գտնվում մեր սահմաններին, դա շատ մեծ նշանակություն ունի եւ ես համարում եմ, որ նույնը պետք է տեղի ունենա ոչ միայն անցակետի, այլ զուտ սահմանի ուղղությամբ էլ, հատկապես Իրանի հետ, որովհետեւ Իրանի այդ սահմանը պետք է պատրաստել հոսքի հնարավոր, ես չեմ ասում, որ անպայման կլինի, բայց գիտեք, պետությունը նրա մասն է, որ վատ սցենարի համար պատրաստվի, հնարավոր
հոսքի համար փախստականների սահմանը պետք է պատրաստել, եւ դա շատ կարեւոր է։ Ուստի այս լարվածությունը մեծ է, հարգելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ տեղեկատվությունը կարեւոր եւ մեծ նշանակություն ուներ, որ ես միանգամից ձեզ մանրամասն տեղյակ պահեի, բայց մենք իհարկե ձեր հետ միասին կշարունակենք հետեւել, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ, եւ ավելի լավ, երբ լինի թարմ կարևոր տեղեկատվություն, ես անպայման ձեզ նորից տեղյակ կպահեմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Իսկ հիմա, հարգելի հայրենակիցներ, առաջարկում եմ ձեզ, որ միասին դիտենք եւս մեկ կարևոր վերլուծություն, որը վերաբերվում է Հնդկաստանի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական, ռազմաքաղաքական դաշինքի խորացմանը։ Շատ կարևոր վերլուծություն էր, որը երեկ եմ պատրաստել, եւ ով չի դիտել, կոչ եմ անում, որ անպայման դիտեք, որովհետեւ այդտեղ քննարկում եմ նաեւ Հայաստանի հետ կապված կարևոր հարցեր, թե ինչ դեր Հայաստանը պետք է ունենա այդ կոնկրետ, ուրեմն այդ դաշինքում կամ համագործակցության այդպիսի մեխանիզմում, որը ձևավորվում է Իսրայելի եւ Հնդկաստանի միջեւ։